Այս շաբաթ ազգային ժողով էին այցելել առողջապահության նախարարության մասնագետները, պատգամավորներին ու աշխատակազմի ներկայացուցիչներին սեզոնային գրիպի դեմ պատվաստելու նպատակով։ Իրականում վերջին տարիներին զգում եմ, որ իմունիտետի հետ կապված խնդիր ունեմ եւ երբեք նախկինում չեմ փորձել պատվաստվել։ Այս անգամ թերևս Արսեն Թորոսյանի փորձը վարակիչ եղավ, որոշեցի մի անգամ փորձել տեսնել ինչ արդյունք կստանամ։ Ամեն տարի այդ պատվաստումը անցնում եմ, ինչը եւս խորհուրդ եմ տալիս մեր քաղաքացիներին եւ այս տարի հատկապես ունեմ փոքրիկ եւ պատվաստվելով նաեւ պաշտպանում եմ իրեն այդ վիրուսներից։ Խորհուրդ եմ տալիս պարտադիր պատվաստվել, որովհետեւ սա հոգատարություն է ոչ միայն մեր օրգանիզմի եւ մեր առողջության նկատմամբ, այլ նաեւ մեր հարազատների, մտերիմների եւ շրջապատի նկատմամբ։ Պատվաստվելու հնարավորությունից օգտվեցին նաև ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչները։ Պատվաստվել եմ սեզոնային գրիպի դեմ, որպեսզի չհիվանդանամ, եւ երկրորդը, որպեսզի վարակը չտանեմ ընտանիք։ Դա առաջնային կանխարգելիչ միջոցառումն է, անցավ շատ լավ, անցավ առանց խնդիրների։ Առողջապահության նախարարության տվյալներով վերջին 2 շաբաթում պատվաստվել է մոտ 20-ից 22 հազար մարդ, ինչը կազմում է բաշխված պատվաստանյութի շուրջ 20%-ը։ Բժիշկները հիշեցնում են, որ պատվաստումն առավել անհրաժեշտ է ռիսկային խմբերի ներկայացուցիչների համար։ Տարի ավելի ցանկացողների թիվը շատանում է, քանի որ հասկանում են պատվաստանյութի էֆեկտիվությունը։ Առողջապահությունը կազմակերպում է շրջիկ խմբեր, գնում են մարդիկ, տեղում պատվաստում են եւ ժամանակի հետ կապված եւ տեղում արագ որ բոլորը պատվաստվեն, ավելի հարմարավետ է։ Մասնագետները կոչ են անում քաղաքացիներին չուշացնել ու օգտվել պատվաստվելու հնարավորությունից, քանի որ գրիպի սեզոնը դեռ առջևում է։ Հիշեցնենք, որ պատվաստվել կարող է 6 ամսականից բարձր յուրաքանչյուր քաղաքացի, մոտենալով իրեն հարմար ցանկացած պոլիկլինիկա։